Բարևներ բոլորին, ես անհամբեր սպասում էի այս համտեսման անկեղծ ասած, որովհետև մեր դադարը բավականին երկար ստացվեց, կային որոշակի տեխնիկական խնդիրներ, բայց խոստանում եմ էլ նման երկար դադար չի լինելու, շատ հաճախ վիդեոներ են լինելու, շատ հաճախ համեղ համտեսումներ են լինելու, մասնավորապես որ մոտենում ենք Սուրբ Ծննդյանը, Նոր տարվանը, այնպես որ խոստանում եմ հաճախ եմ ձեզ մոտ գալու համտեսմամբ։ Դուք եք մասնակցելու եք իմ հետ։ Ինչպես տեսակ Այսօր կրկին փորձելու ենք Cédric Grolet, բայց այս անգամ իր շոկոլադները, քանի որ 2 օր առաջ Cédric Grolet-ն բացել է իր առաջին շոկոլադի բուտիկը Փարիզում, որը գտնվում է հենց իր օպերայի բուտիկից, մի 2 բուտիկ այն կողմ, 2 քայլ, անկյունային փոքրիկ գեղեցիկ խանութ է, ու մենք գնացինք ամիջապես բացման հաջորդ օրը, սենց որոշեցինք, շատ արագի մեջ գնացինք, երեկոյան ժամ, մի քիչ մութ էր, դրա համար մի փոքրիկ կադրեր նկարեցինք, ինչպես գնացինք բուտիկը եւ այլն, բայց որոշվեց, որ վիդեոն կնկարենք արդեն տանը, համտեսումը կանենք տանը, բավականին լավ լուսավորությամբ, որպեսզի ավելի լավ տեսնեք, ինչ եմ փորձում եւ ավելի հետաքրքիր լինի։ Ահա թե ինչեր եմ գնել այնտեղից, շատ բան չկարողացա գնել, որովհետեւ մի 2 բան, որը շատ ուզում էի գնել, արդեն անհասանելի էր։ Դե արդեն ասեցի, չէ, մենք գնացել էինք բացման 2-րդ օրը, տեսնում եք ինչ կարգի հերթեր էին այնտեղ, մենք համբերատար սպասեցինք, այս անգամ քանի որ դեռ բուտիկը նոր է, ինտերնետով բացարձակապես հնարավորություն չկար որևիցե բան պատվիրելու եւ գնալ արտահերթ վերցնելու, հետեւաբար համբերատար սպասեցինք, եկավ մեր հերթը, մտանք բուտիկ, ուղակի հրաշք, չգիտեմ ոնց ձեզ բացատրեմ, սենց շոկոլադի աշխարհ, ամեն ինչ մտածված, բուտիկը կոչվում է Cédric et la chocolaterie, որը վերծված է, չգիտեմ եթե դուք տեսել եք թե ոչ, նման ֆիլմ կա, սենց մի տեսակ գունագեղ, Ալիս անհրաշքների աշխարհում այդպես կարգի մի հատ ֆիլմ է, որը կոչվում է Charlie et la chocolaterie, հենց այդ ֆիլմի հիման վրա էլ ինքը բացել է իր խանութը, որի վրա աշխատել է մոտավորապես 2 տարի, վերջապես այդ սպասված բացումներ, ու հենց ամեն ինչը հենց հաշվարկված է այդ ֆիլմի շուրջ, հա, ուրեմն պատերը ամբողջովի շոկոլադի սալիկներով են, սրահում սենց ամբողջ մի պատը, ինչպես տեսնում եք, շոկոլադ է սենց ծորում, որը հենց իսկական շոկոլադ է, 150 կիլո շոկոլադ, որը անընդմեջ այսպես պտտվում է եւ ծորում է, պատկերացնում եք, ինչպիսի ներդրումներ են արել այդ ամեն վաուն փոխանցելու համար, ու նաեւ սպասվում են սյուրպրիզներ։ Ուրեմն այդ ֆիլմը, եթե չեք դիտել, հիմքը որն է ֆիլմի, որ պետք է պատրաստել քաղցրեղեն շոկոլադներ, որը դուր կգա երեխաներին։ Հենց այդ հիմքով էլ ստեղծվել է խանութը, ամբողջ ապրանքները, որպեսզի դուր գա երեխաներին։ Դե մենք էլ մեր մամաների, պապաների երեխաներն ենք, ինչու ոչ, մենք էլ ենք ուզում փորձել եւ որ մեր դուրը գա։ Այնպես որ գնացինք, գնեցինք, բերեցինք ու հիմա փորձելու ենք, չեք պատկերացնի ինչ անհամբեր եմ ու ոնց եմ դիմացել մեկ գիշեր, որ լույսը բացվի ու իրար հետ փորձեմ, որտեղ չէի ուզում առանց որևիցե բան բացել։ Այսօր եկեք ձեզ ցույց տամ թե ինչեր եմ գնել։ Ուրեմն գնել եմ 3 տեսակի շոկոլադ, նայեք։ Առաջինը նման գեղեցիկ տուփով շոկոլադիկ է։ Ես վերցրել եմ իր գեղեցիկ գիմովը, ինչի տուփիկը նայեք ոնց է բացվում։ Ուրեմն սա իրանից ներկայացնում է շոկոլադապատ գիմով։ Գիմովը, եթե չգիտեք, դա զեֆիրի եւ մարշմելոյի ինչ որ մեջտեղում գտնվող տիպիկ ֆրանսիական քաղցրեղեն է, որը ֆրանսիացիները շատ են սիրում։ Տարբեր ֆորմաներին է լինում, շոկոլադապատ, ոչ շոկոլադապատ։ Տվյալ դեպքում ես վերցրել եմ այս մարդուկին, որը հենց կոչվում է Cédrico, անունը այդպեսին է, կա իր բազմաթիվ տեսակներ, հա, սև շոկոլադ, մկատնային շոկոլադ, սպիտակ շոկոլադ, ինչպես նաև մեջի գիմովները տարբեր են, հա, լինում, վանիլային գիմով, շոկոլադե գիմով եւ այլն եւ այլն։ Ես վերցրեցի սպիտակ շոկոլադապատ, բայց միջուկը շոկոլադե գիմով։ Հիմա փորձենք իրար հետ եւ տեսնենք ինչպիսին է։ 50 գրամ է, վաճառվում է այսպես անհատական, հա, ասես գեղեցիկ տուփիկներով, կամ կարող եք գնել տուփիկով, որի մեջ մի քանի հատ է, դե ես վերցրեցի մեկը փորձելու համար, գներն էլ վերջում ձեզ կասեմ, եկեք փորձենք ու նոր կանցնենք գներին։ Բողոկոնը չոփել, ինքը մեծոտ է, չգիտեմ ինչքանով եք տեսնում, նայեք ձեռքիս համեմատ, ինքը բավականին մեծ է, փոքր չէ, 50 գրամ է, քիչ չէ։ Հիմա եկեք կոտրենք, մի հատ տեսնենք միջուկը ոնց է։ Սկացիկ չէ խրթը, լինոյք ինչ լովն է ինքը։ Անմահական։ Ասեմ ձեզ, տարբերվում է այն շարքային գիմովներից, անկեղծ ասած ես այսքան համեղ գիմով դեռևս չէի փորձել։ Ամենակարևորը նման բաղադրությամբ ինքը յուրահատուկ փափկություն ունի գիմովը, շատ հարուստ շոկոլադի համով է։ Վրան է շատ որակյալ սպիտակ շոկոլադ է, անկեղծ ասած չէի սպասում, ես արդեն ասել եմ ձեզ բազմիցս, որ ես
Սպիտակ շոկոլադ այդքան էլ չեմ սիրում, իմ համար ինքը բավականին քաղցր է։ Դրա համար վերցրեցի, որ մեջը չլիներ վանիլային գիմով, այլ լիներ շոկոլադե գիմով, որպեսզի շատ քաղցր չլիներ ու հնարավոր լիներ ուտելու։ Ու պատկերացրեք, ինքս այս չափավոր քաղցր, այսինքն ինձ թվում է մի հոգին էս մի հատը հանգի սորճի հետ, թեյի հետ կուտի ու կվայելի ու կգնա առաջ, հաստատում եմ, շատ լավն է, նույնիսկ լոմորտու կա։ Մյուսը վերցրել եմ նմանատիպ շոկոլադե սալիկ, որը 120 գրամ է, չգիտեմ կարողացեք կարդալ թե չէ, պեկանով տարբերակն եմ վերցրել, այս սալիկն էլ, ուրեմն տարբեր տեսակներ կար, եւ կատնային, եւ սպիտակ, եւ սև շոկոլադով, միջուկները կարող է լինել պեկան, պիստակ, հնդկական պոպոկ, բնդուկ, նուշ, տարբեր միջուկներով, ինչպես նաև կար նմանատիպ նույն միջուկներով անհատական, հա, այն մեր ավանդական բոմբոնյերկայի շոկոլադների պես շոկոլադիկներ, տարբեր տեսակների, բայց ես գտա, որ եթե ես վերցնում եմ այս սալիկը, արդեն կարելի ասել պատկերացում կարող եք կազմել մյուսների մասին, որովհետև հիմքը նույնն է, այնպես որ վերցեցի պեկան տարբերակը, ասել եմ արդեն գիտեք, որ պեկան ընկույզը շատ եմ սիրում, կա ինչպես միշտ գեղեցիկ փաթեթավորում, նույնիսկ մարդը չի ուզում, ճիշտ ասած փաթեթավորումը, փչացնենք գեղեցիկ է, բացում ենք, ամենակարևոր նշումը հիշեցիք, որ ասում էի ձեզ Շարլի եւ Էլա շոկոլադի ֆիլմի հիման վրա է բացված ամբողջ բուտիկը, ուրեմն այդ ֆիլմի իմաստը կանում է նրանում, որ գլխավոր դերակատարը, հա, ինքը ընտանիքը պահելու համար դժվարությունների մեջ է լինում, ինքը քաղցրեղեն շատ է սիրում եւ տեսնում է քաղաքի շոկոլադի խանութի առաջարկը, որն առաջարկում է ակցիայի անում, հա, ոսկե քարտը շոկոլադի սալիկների մեջ թաքնված, եւ ով որ գտնում է այդ քարտը հնարավորություն է ունենում ամբողջ կյանքի ընթացքում անվճար քաղցրեղեն օգտվել այդ խանութից եւ հենց նույն աթիմքով Սեդրիկ Ռոլենել իր շոկոլադե սալիկների մեջ թաքցրել է ոսկեգույն քարտեր, որոնք գտնելու դեպքում դուք շահում եք ունենում, եթե չեմ սխալվում 150 եվրոյի շոկոլադե շահում ու չեմ հիշում ինչ որ մի բան էլ կար, այնպես որ հիմա տեսնենք մենք շահում ենք թե չէ։ Բացեմ։ Իրար հետ բացենք, դուք արդեն տեսաք, ես չեմ տեսել, նայեմ։ Բախտներս չբերեց, բայց ոչինչ, կարևորը բախտներս բերեց, ունենք այս համեղ շոկոլադը, նայեք գեղեցկությունը, բավականին ծանր է 120 գրամ, նայեք հաստությունը, ինչքան գեղեցիկ է ինքը, հիմա եկեք կոտրենք, փորձենք ու տեսնենք համը ինչպիսին է, արդեն այստեղից կոտրվեց, տեսեք միջուկը, ես էլ տեսնեմ, վաու, ինչքան շատ է միջուկը, նայեք, հիմա բավականին տաք եմ խոհանոցում, որովհետև նոր բուլկիներ էի թխում, համար ինքը փափկել է շոկոլադը, հիմա փորձենք, ժողովուրդ շատ համով եմ, ու էլի, շատ քաղցր չէ, չնայած որ կատնային շոկոլադը, նայեք միջուկ ինչքան շատ է ու շոկոլադի շերտը ինչ բարակ, շատ համեղ է, ես մտածում եմ այս ուռուցիկ հատվածը, որ կա, հա, որ պեկան պոպոկի պես է, մտածում եմ սա ամբողջը շոկոլադ կլինի, ու տակը միայն միջուկը կլինի, բայց ոչ, նույնիսկ դրա մեջ միջուկ է, շոկոլադ չէ, այնքան համեղ է, չեք պատկերացնի, սենց 100% ոնց որ պեկան ուտեք, ուղղակի բարձրակարգ դե Սեդրիկ Ռոլեն է, ուրիշ բան սպասել նույնիսկ հնարավոր չէր։ Անցնենք երրորդ տեսակին, որը որ ես վերցրել եմ։ Այնտեղ ասած այնտեղ կային շատ գեղեցիկ պեչենիներ, ինքը նաև ունի քեքեր, քեքը ինքը կարծես թե լինի կեքսիկի նման ինչ որ խմորեղեն, հա, բայց ինքնակ ավելի խտոտ են լինում, օրինակ կեքսիկը ավելի sense թեթև է, չէ լինում, փափուկ թեթև, քեքերը մի քիչ ավելի խիտ են լինում, շոկոլադապատ ինքը քեքեր ունի տարբեր տեսակի, նույնպես պիստակ, պեկան, բնդուկ նուշ ու հենց իրենց ֆորմաներով են քեքերը, շատ գեղեցիկ են, շատ լավն են, բայց ես անկեղծ ասած չուզեցի քեք փորձել, քեքը այդքան սիրահար չեմ կարծում որ երբևիցե քեքը կգնեմ նույնիսկ եթե Սեդրիկ Ռոլեն է, բայց նման հնարավորություն էլ կա ու ինչն է լավ, որ քեքը բավականին երկար պահպանվում է, այսինքն կարող եք գնել եւ ձեզ հետ ճանապարհ տանել, նույնիսկ Ֆրանսիայում նման տեսակ խմորեղենին անվանում են gâteau de voyage, այսինքն խմորեղեն, որը կարող եք վերցնել եւ իր հետ ճանապարհել, այսինքն տեղ տանել ճանապարհ, ինքը ոչ մի բանից չի վախենում, չի փչանում։ Ինչքանով որ քեքը չէի ուզում, այնքանով շատ ուզում էի իր պեչենիների տեսականիներից փորձել, ինքը նույնպես այդպես շոկոլադով, այսպես գեղեցիկ տուփիկներով բավականին երկար, 5 հատ եւ 10 հատանոց տուփիկներով են, շատ գեղեցիկ պեչենիներ ունի, ոնց որ ու որը կապված է իր դեսերտների հետ, ոնց որ ծաղիկների տեսքով, ինչպիսին իր դեսերտներն են, հա, հենց այդ ծաղիկները, կրկին կար սպիտակ, կաթնային, սև շոկոլադներ ու ամեն մի ծաղիկը իր համն ուներ։ Ես շատ ուզում էի գնել իր սև շոկոլադով տարբերակը, որպեսզի փորձած լինենք սպիտակ շոկոլադ, կաթնային շոկոլադ եւ սև շոկոլադ։ Բայց ինչպես ասեցի, մտանք խանութ ու պարզվեց, որ պեչենիների ոչ մի տեսականին չկար, որովհետև ինչքան էլ ես սևն էի ուզում, եթե չլիներ լիներ մեկ ուրիշը, գոնե մեկ ուրիշը կվերցնեի, բայց չկար օրանժետներ, օրանժետը դա այդ որ կոնֆի արված նարինջն է լինում, շոկոլադապատ, դա ես չուզեցի ուղղակի փորձել, որովհետև սիրահար չեմ։
Բայց եթե սիրում եք դրանից եկալ ու ինչն է հետաքրքիր, սովորաբար օրանժետները sense նեղ երկար փայտիկների պես են լինում, իսկ իր մոտ հենց այդ կլոր նարնջի ոնց որ մի կտորի չափսով, հա, այսպես սարքված, շատ գեղեցիկ, sense ամեն մեկը մի ինչ որ բիժուի պես տուփիկների մեջ դրած, կարծես ոսկի։ Չկար, դե որ չկար, ասեցինք լավ, դա էլ թող մնա մեկ ուրիշ անգամ, բայց վերցրեցի նման շոկոլադե կրեմ, այսպես ասած, նուտելայի նման կրեմ, որը կարող եք քսել հացին եւ ուտել։ Մի հատ խնդրում եմ առաջինը գնահատեք, այս բանը չկան ավելի ճիշտ։ Էլի Սեդրիկոն է, հա, նայեք իր մարդուկն է, այդ մարդուկի տեսքով է։ Ունենում է երկու տեսակ, պնդուկով եւ սև շոկոլադով, կլասիկ տարբերակ, եւ գետնանուշով եւ կատնային շոկոլադով։ Ես վերցրեցի պնդուկով տարբերակը։ Բանը չկան, եթե չեմ սխալվում, 300 գրամանոց է, հիմա իր վրա չկա գրած, այն նայում չկա, կա պապամաժամկետը, բայց ոչ գրամը։ Էջում նայեցի, եթե չեմ սխալվում, 300 գրամ։ Միակ բանը, որ ինձ երևի թե այդքան էլ դուր չեկավ այն փաստը, որ իր վրա չկա բաղադրություն, այսինքն չկա գրված, թե ինչ է իր մեջ պարունակում։ Այո, միգուցե ինտերնետային կայքում գրված է, կարող ենք մտնել կարդալ, իմանալ, բայց ես կնախընտրեի, որ հենց բանը չկա իր վրա լիներ, որտեղ ենթադրենք գնել ենք, տարել ենք ինչ որ մեկին նվեր ու այդ մեկը եւ թեկուզ մենք ինքներս մեր համար ենք գնել ընդհանրապես ցանկություն չունենք մտնել ինտերնետ եւ կարդալ թե ինչ կա մեջը, ես կցանկանայի, որ ամեն դեպքում վրան գրված լիներ, չկա, չգիտեմ, միգուցե վերանային հետո ավելացնենք, միգուցե ոչ դա հատուկ է այդպես արված, բայց ինչևէ։ Հիմա փորձենք, շատ հեշտ բացվեց, նայեք, նման լավ կրեմային է ինքը։ Հոտը միայն դեռևս շոկոլադային է, հիմա համատեսնենք ու հասկանանք արժի թե ոչ։ Ես վերցրեցի իմ ամենասիրելի գդալիկը ու հիմա պետք է փորձեմ առաջինը բաղադրությունը, նայեք ինչպիսի կրեմային է եւ ծորացողը եւ դրա հետ մեկտեղ ինքը խիտ է, շատ ջրիկ չէ։ Հիմա փորձեմ ասեմ համը ինչպիսին է։ Համեղ է։ Բայց անկեղծ ասած, այս կրեմից ավելի շատ էի սպասում, որովհետև ինքը համեղ է, բայց ինչպես ցանկացած այլ շոկոլադե կրեմ, որը մի քիչ ավելի բարձր է կարգով, քան նուտելան։ Ես նուտելա այդքան չեմ սիրում, համայնա թե չեմ էլ գնում։ Նմանատիպ շոկոլադի կրեմ է, այսինքն ոչ մի յուրահատուկ, բացառիկ ոչ մի բան։ Այնպես որ երևի թե այս կրեմը խոր չէի տա գնեք, մասնավորապես եթե իմանաք գինը, հա, որովհետև ես կարծում եմ ամեն ինչը նաև որոշվում է գնի մեջ, հա, ապրանքը գնել կամ չգնելու, այո ինքը համեղ է, բայց ոչ այնքան, ինչքան իր գինն է, իսկ ինչքան էր իր գինը։ Ուրեմն, ասեմ նախ, որ այս 3 հատը գնելիս վճարել ենք 41 եվրո։ Շատ է թե քիչ որոշեք ինքներդ, ես իմ համար կարող եմ ասել, ես գտնում եմ որ բավականին շատ է, բայց բնականաբար Cedric Rollen է եւ դա նորմալ է եւ բոլորս գիտակցում ենք որ մենք վճարում ենք շատ ավելի բրենդին, քան հենց ապրանքին, ինչքան էլ որ ապրանքը որակով է, պետք է նշել միմիայն որակյալ է։ Ուրեմն, որից 41 եվրոյից այս շոկոլադե նուտելայա նման կրեմը արժեր 18 եվրո, ինքը 300 գրամ է, 18 եվրո։ Հիմա հասկացաք չէ ինչու եմ ասում, որ այդքան էլ չարժի, այնպես որ 18 եվրո է, որոշեք։ Շոկոլադե սալիկն արժի 16 եվրո 120 գրամի համար, սա կարծում եմ բավականին լավ գին է, որովհետև Փարիզում եւ ընդհանրապես Ֆրանսիայում շատ կան շատ լավ շոկոլադե խանութներ, որոնք կրկին էժան չեն ու իդեպ ասեմ իմանաք հենց այդ փողոցի վրա, հա, հենց այդ օպերայի ավենյուի վրա բազմաթիվ շոկոլադե խանութներ կան երկու կողմից, շատ լավ խանութներ, որակյալ կրկին ու էլի էժան չեն։ Այնպես որ եթե նույնիսկ ինքը թանկ է միգուցե շատ քիչ է թանկ մյուսների համեմատ, ամեն դեպքում ինքը համեղ է եւ միանշանակ արժի։ Իսկ այս փոքրիկ գիմով մարդուկը 50 գրամանոց ինքը արժե 7 եվրո։ Էլի եթե նայում ենք որպես գիմով ինքը մի քիչ գինը բարձր է գալիս, բայց եթե նայում ենք Cedric Rollen ինքը նորմալ է, ինքը համեղ է, ինքը լավն է, ես հաստատ էլի կգնեմ։ Ես իմ համար կարող եմ ասել, որ ըստ իս ես կգնեմ իր շոկոլադները հաստատ, միանշանակ, էլի կգնեմ, բայց այս շոկոլադի կրեմը չեմ գնի։ Վալա։ Ահա եւ այսօրվա համտեսումն ավարտեցինք, իմ համար շատ համեղ էր։ Այնպես որ դուք էլ եթե ունեք հնարավորություն, ունեք ցանկություն Ֆրանսիայում եք կամ գալու եք այցելելու եք, հաշվի առեք, անպայման դուք էլ այցելեք փորձեք, որովհետև ինչքան էլ բոլորն ասում են Cedric Rollen ավելի շատ hype է, քան իր իսկապես ինքը համեղ է, ես այդքան էլ համաձայն չեմ այդ մտքի հետ, որովհետև ամեն դեպքում ինքն առաջարկում է որակյալ product, բարձրորակ սերվիս, հենց այդ սերվիսի համար կարող եմ նշել այն փաստը, որ երբ որ դուք հերթի տակ կանգնած եք որպեսզի մտնեք բուտիկ, իսկ Cedric Rollen-ի մոտ դա լինի խմորեղենի խանութը, թե տվյալ դեպքում արդեն շոկոլադի խանութը Չնայած որ մենք հենց բացման հաջորդ օրն էին գնացել դա էլ կապ ունի, բայց ես համոզված եմ, որ ինձ թվում է միշտ էլ ինքը տենց հերթեր է լինելու
շատ օպերատիվ են աշխատում, այսինքն հենց այդ հերթի տակ կա QR կոդ, որը դու կարող ես միանգամից սկանանել հեռախոսով եւ արդեն իսկ հասկանալ, որոշել թե դու ինչ ես ուզում, որպեսզի չմտնես խանութ եւ բավականին երկար չկողմնորոշվես ինչ ես ուզում, ինչ չես ուզում։ Բուտիկը բավականին փոքր է, ձեր ապրանքը ձեզ տալիս է շատ յուրահատուկ տարբերակով, չգիտեմ ասեմ թե չէ։ Լավ եկեք ասեմ, որովհետեւ այդ կադրը չեմ նկարել, այնքան մորտ կար, վերջում սենց մերը շատ արագ ստացվեց արդեն պատրաստ էր ու ես այդ կադրը չնկարեցի։ Ինչպես այդ ֆիլմում է, եթե չեք տեսել ֆիլմը նայեք, կասոցացնեք, ձեր գնած ապրանքը դուք գնում եք, պատվիրում եք եւ անցնում եք sense փոքրիկ սրահ է կողքը, այնտեղ sense փոքրիկ վերելակի պես բան է, sense սեղանիկ է, փոքրիկ վերելակ է, որը բարձրանում է եւ ձեր գնած ապրանքը մեջն է ու ձեզ մատուցում են ինչպես ֆիլմում, sense հրաշքի պես մի բան է, ոնց հրաշքների աշխարհում լինեք։ Ես խորհուրդ կտամ անպայման փորձեք ինչպես արդեն ասեցի։ Իսկ եթե դուք հավանեցիք այս տեսահոլովակը եւ ընդհանրապես բոլոր տեսահոլովակները, վիդեոները համտեսման ինչ ես անում եմ, ապա մի հապաղեք լայքել, կիսվել հարազատների հետ, հետեւել ինձ իմ Instagram-յան էջերում, այնտեղ էլ հետաքրքիր կոնտենտ եմ գցում բացի համտեսումներից, նաեւ կարող եք հետեւել իմ առօրյային, ինչպես եմ սնվում, ինչ համով բաներ եմ պատրաստում։ Ամբողջը։ Ես ձեզ ասում եմ հաջողություն, մինչ նոր համտեսում, համբուրում եմ լիքը։